Տեսել եմ հաղթանդամ տղամարդկանց, որ զենքերը աչ ու ձախ էին շպրտում, հետ գնում ասելով, թե ամեն ինչ ավարտված է, բայց դեռ նոյեմբերի 7-ն էր, ամեն ինչ ավարտված չէր։ Այդ նույն նախադասությունը լսում էի նաև պատերազմի սկզբում հերթափոխի եկած մոբիլիզացիոն ռեզերվից, որ իրենց արդարացնում էին, ամեն ինչ տված է, ամեն ինչ հանձնած է, մենք գնում ենք։ Պատերազմից հետո իրենց հերոսությունների մասին անհավանական ստեր եմ լսել մարդկանցից, որ Ջեբրայելը Զանգիլանից չէին տարբերում։ Ճանաչում եմ հերոս այրերի, որ պարգևատրվել են Ստեփանակերտում գրեչկա փաթաթելու համար։ Միամիտ էի, կարծում էի կգա նաև գրեչկա փաթաթողների ռազմաճակատ գնալու հերթը։ Բայց ոչ երբեք այն մի տղամարդունը, որը ապաստարանից դուրս եկավ, մեզ տեսավ իրենց գյուղում նկարահանումներ անելիս ու թե տղա ես գնա Ջեբրայել նկարի։ Ջեբրայելն արդեն 15 օր էր, մերը չէր։ Նա թզբեհ ուներ ու շատ փոքր աչքեր, որ միայն աչ ու ձախ էին անում, ուղիղ չէին նայում։ Աչքերն ուրիշ են դիրքերում։ Ես տեսել եմ մինչև վերջ կռվելու պատրաստ զինվորների ու սպաների, կամավորների ու պահեստազորայինների, ես պայքարող ժողովուրդ եմ տեսել։